Սիրքային սիրով բարարդ է ջերմ լուսավանման Լոռու մարզային գրադարանում արձակագիր, լրագրող, Մարգահովիտի Զորավիկ թերթի խմբագիր Հովհաննես Սարդարյանի «Քերծված սիրտ» գրքի շնորհանդեսն էր։ Հովհաննեսի գիրքը իր նման պարզ, հասարակ, անմիջական, ինչպես որ ինքն է, հենց իր ստեղծագործությունն է, հենց իր գրվածքները հենց այդպիսին է։ Հովհաննեսը հաջողախոսությունների հանրագիտարան, թևավոր խոսքերի բառարան։ Հովհաննեսը ոչ միայն հրաշալի ստեղծագործում է, նաև շատ հրաշալի հոգի ունի։ Իր հերոսները մեր շրջապատի մարդիկ են։ Ռեալիստական, նատուրալիստական ինչ-որ տեղել արձակ է և Հովհաննեսը կարողացել է այդ մարդկանց համաձայնությամբ և այդ մարդկանց սիրահարժարությամբ իր արձակը տանել այդ ուղղությամբ։ Գրքում զետեղված է 7 պատմվածք սիրո, պատերազմի ու մարդկային փոխհարաբերությունների թեմաներով, որոնք գրվել են 2020-ից 2024 թվականին։ Ստեղծագործությունները հիմնականում խոհական, խոհավավերագրական արձակ են, իրականության գեղարվեստավորման արտահայտություն։ Պատմվածքներից 6-ը տպագրվել է գրական մամուլում։ Արձակ գեղարվեստական ստեղծագործությունները տպագրվում են առաջին անգամ։ Կյանքը ինքնին ամենամեծ նկարիչն է եւ ոչինչ պետք չէ հորինել, պատկերացնել, պարզապես պետք է դիտել, նկատել, գիրքը հոգեզավակ է։ Հոգեզավակի ծնունդը ամենաբարձր էմոցիաներն են արտահայտում, որոնք բառերով հաճախ անարտահայտելի են։ Եվ ես չեմ կարողանում ասել, թե ամբողջ սրտինս չեմ կարողանում բառավորել, բայց ուրախ եմ, երջանիկ եմ, որ այսքան մարդ կարդացել, հավանել են, դիտողություններ են անում։ Քերծված սիրտ գրքի խմբագիրը հեղինակին հեռանկարային արձակագիր է համարում ու սպասում ավելի լուրջ գործերի։ Նշում է, արձակագիրների կարիք շատ ունենք։ Իսկ պատմվածքներում հայ եւ արտասահմանյան գրողների միջև տարած զուգահեռներով գրքի հեղինակը ցույց է տալիս, որ մեր գրողները, եթե ոչ ավելի բարձր, գոնե հավասար են նրանց, ասում է խմբագիրը։ Հովհաննես այսօր գրում է վաղվա համար, վաղը կգրի մյուս օրվա համար, որովհետև նա ինձ բերում է իրական գրականություն, իրական կերպարներով, իրական հերոսներով, իրական պատմություններով, իրական հարաբերություններով գրականություն, որը ծնունդ է առել վանաձորյան կոլորիտից, վանաձորյան մարդկանցից եւ իրաց գրականության մեջ ամեն ինչ կա, թե մշակույթ, թե քաղաքականություն, թե կենցաղ։ Հովհաննես Սարդարյանը կողմ է առողջ քննադատությանը եւ նորմալ է վերաբերվում դրանց։ Նա ստեղծագործում է վաղ պատանեկան տարիքից։ Հեղինակել է նորաբանությունների կիրառության հնարավորությունները լեզվի կայուն բառապաշարում, գիտական հոդվածների ժողովածում։ Աշխեն Սուքիասյան, Հայկ Վարդանյան, Թղթաբանակ։